Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում բարև ձեզ մեր զրուցակից այսօր կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է ողջույն պարոն Բաղդասարյան Բարև ձեզ Պարոն Բաղդասարյան մի առիթով ասել եք որ կա վիրտուալ Հայաստան եւ կա իրական Հայաստան եւ որ մերոնք հիմնականում ապրում են վիրտուալ Հայաստանում այդ թվում իշխանությունը հիմա ինչ տպավորություն ունեք հիմա էլ է այդպես հիմա կա վիրտուալ Հայաստան միայն Այն մեկը ոնց որ արդեն երևի չկա, որովհետև ես կարծում եմ իշխանություններն են մենակ, բայց արիտես որ բոլորն են վիրտուալ աշխարհի մեջ ապրում։ Մի քիչ է մնացել, որ այս արհեստական բանականությունը լրիվ արդեն շեղի այն աստիճանի, որ իրականությունից չկարողանաս տարբերես։ Տեսնես ու չհավատաս քո աչքերին, լսես չհավատաս քո ականջներին։ Մենք ապրում ենք վիրտուալ, բայց դա կարծում եմ ազգային խնդիր է, ազգային տեսակի խնդիր է, լինելով համամարտկային, որովհետև այդ խնդիրը տարբեր երկրներում խոսում եմ, բոլորը խելագարված են արդեն այդ վիրտուալ իմիտացիայով կյանքի, չգիտեն ինչ անեն, չգիտեն ոնց իրենց երեխաներին փրկեն այդ սմարթֆոններից եւ այլն, որովհետև ուրիշ մարդ է ձևավորվում, ուրիշ մարդկային տեսակ է ձևավորվում ու չես կարող ասես որ ավելի լավն է։ Իսկ ինչպես է տրվում ստեղծագործ մարդուն ապրել ու աշխատել մի երկրում, մի պետության մեջ, որտեղ անընդհատ պատերազմի սպառնալիք կա։ Այդ արվեստը կրակոցների արանքում չի կորչում, մի տեսակ չի տուժում։ Իսկ դուք գիտեք մի ժամանակաշրջան, որ պատերազմ չի եղել։ Ես չգիտեմ տենց ժամանակաշրջան։ Երևի թե ամենա հանդարտ ժամանակը եղել է Սովետական միության, Հայաստանի համար եմ ասում, Սովետական միության Բրեժնևյան պերիոդը, որ անհոգ մանկություն ենք ունեցել, պատանեկություն եւ ոչ մի ոչ պատերազմ, ոչ բան, այո, շատ բաներ չկար, բայց անհոգ ենք։ Մնացած բոլոր ժամանակաշրջաններում անցել ենք այդ թողու բոհով։ Ես չեմ կարծում որևէ արտառոց բան կա դրա մեջ այդ պատերազմի վտանգն էլ է կեղծ դրույթ։ Իրականում այդ վտանգը միշտ է եղել մեր գլխի 90-ականներին էլ է եղել եւ մեծ դժվարությամբ են կանգնեցրել երբ որ թուրքական զորքերը արդեն հասել են Գյումրիի սահմանին եւ պիտի միջամտեին առաջի Արցախյան պատերազմի ժամանակ եւ կանգնացրել են ռուսները եւ ամերիկացիները դա անգամ եթե գիտեմ Շապաշնիկովը այդ բաներ պաշտպանության նախարարներ իսկ Ամերիկայի նախագահը ժամանակ չեմ հիշում էլի զանգ ա եղել եւ թուրքերը վախեցան այդ երկու վեկտորից միշտ այդ վտանգի տակ ենք ուրիշ հարցը մենք ինչ ենք կառուցում եւ ինչ ենք ուզում պաշտպանել ինչն ենք ուզում պաշտպանել երկիրը թե պետությունը այստեղ հարցը դրա մեջ է մեզ պետք է արդյոք թե չէ ես էլի լսում եմ դեմագոգիկ ինչ որ ելույթներ ուռապատրիոտիկ այսինքն Ես մտավախություններ ունեմ մեր պետականության հետ եւ մեր սուվերենության հետ։ Մտավախությունները, այսինքն ոչ թե մտավախություններ, ես գրեթե վստահ եմ, որ լավ չի լինելու։ Երբ որ ասում եք ուռա պատրիոտիզմ, ինչ նկատի ունեք, այսինքն մենք միֆերով ենք ապրում։ Պատրիոտիզմի իմիտացիա, այո։ Այո։ Այն ինչ որ ես քանի անգամ ենք իրար հետ զրուցել եւ ուրիշ տեղերել ես միշտ ասել եմ ամեն ինչը իմիտացիա է ամեն ինչը իմիտացիա էր եւ անգամ պետականությունն էր մեր իմիտացիա մեր պաշտպանությունն էլ էր բարձում է իմիտացիա էր եւ հայրենասիրությունն էլ է իմիտացիա այսօր էլ է շարունակվում տեսեք ես մի քանի անգամ ներկայ եմ եղել եւ չգիտեի ինձ ոնց պահեի Եվ տեսնեմ 6, 7, 8, 10 տարեկան երեխեքին ռազմական շորերով ստիպում են ինչ-որ բաներ արտասանել, սպառնալ, թուրով մորթել, մեսանել, այդ երեխեն ոչ մի բան չի հասկանում, բայց դասատուն իր պտիչքեն դնում է, որ ահա, պատրիոտիկ դաստիարակության կետը մենք արեցինք, սա էլ արեցինք, սա էլ արեցինք, դրա համար մենք տանուլ տվեցինք։ Իրականում մի հատ բան կա, պարադիգմա կա, կամ ֆունդամենտ, որի վրա դու սա ամեն ինչը կառուցես, դա ազգային մշակույթն է, խորքային իմաստով եմ ասում, որի վրա դա պիտի լիներ քո ազգային իդեալոգիան, գաղափարախոսությունը, իսկ մենք նրա իմիտացիան էլ արեցինք։
Տեսեք, բայց վարչապետը երբեմն հենց դա էլ ասում է իր ելույթներում, այսինքն հենց ինքն էլ է խոսում այդ միֆերի ու այդ ուռապատրիոտիզմի գաղափարի մասին։ Վարչապետի ասածը քաղաքական դիսկուրս է։ Քաղաքական դիսկուրս է։ Վարչապետի ասածը արդարացում է այն տանուլ տվածների, ինչ որ ինքը արել է։ Այն ինչի արդարացում է։ Ես արդարանալու խնդիր ունեմ, բայց լրիվ ուրիշ տեսանկյունից, դրա համար իմը ավելի խորքային է եւ քաղաքականությունից զերծ է։ Ես չեմ խոսում քաղաքական տեսանկյունից, այլ փորձում եմ մշակութային հասկանալ։ Մենք 91 թվականին պետություն ստացանք, շատերին թվում է թե մենք դրա համար կռիվ ենք տվել, պայքարել ենք, ես իմ չգիտեմ ինչ ենք արել։ Ոչ, ընկել է մեր ձեռքը, մեր անկախությունը, եւ մենք ինչ ենք արել 30 տարվա մեջ, մշակութային եւ կրթական տեսանկյունից։ Այ ինչի մասին եմ ես խոսում։ Քաղաքական գործ չի, մենակ իրան չէ, բոլորին, բացի վերարտադրվելուց ոչ մի բան չի հետաքրքրում։ Իրանց հետաքրքրում է վերարտադրվել։ Հիմա այս իշխանության համար վերարտադրվելը նշանակում է կյանքի ու մահի խնդիր։ Իրանք շատ լավ հասկանում են, որ պատասխան պիտի տան։ Իրանք շատ լավ հասկանում են, որ պատմության էջերում ոչ ամենալավ տեղերում են նստելու։ Շատ լավ հասկանում են, որովհետև արդյունքը ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դու չես կարող վեցնես ու բարթես նախկինների, ես իմ նախկինների վրա ու տենց հասնելով մինչև Տիգրան մեծ ու ասել մեղադրել, որ Տիգրան մեծն է մեղավոր, որովհետև կեսը երկրի հրեա էր վերելցրել, կեսը հայեր են, այդ հրեաները մնացին եւ այլն եւ այլն։ Պարոն Բաղդասարյան, այսինքն էլի միֆերով ապրելու գաղափարն է գալիս այստեղ։ Միֆերով ապրելը վատ բան չի, եթե միայն միֆերով չես ապրում։ Որովհետև իրականությունը միևնույնն է, տեսեք, այսօր այս արհեստական բանականության այս զարգացման հետ կապված Եվրոպայում հենց միտում կա ու շատ մարդիկ, որոնք բավականին ունևոր մարդիկ են, կայացած մարդիկ են, իրենց երեխեքին փեշակ են տալի։ Ոչ թե թվային տեխնոլոգիաների, այսինքն փեշակի, ասում եմ կոշիկ կարել սովորի, որովհետև կոշիկը արհեստական ինտելեկտը չի կարող սարքել, սեղանը չի կարող սարքել, այսինքն ռուսասած ռեմեսլո, փեշակի գնա, որ չմնաս ուղղակի ժողովրդական լեզվով ասած բորտին։ Մասնագիտություններ են փոխվելու, վերածվելու են դրա համար հարցը միֆի մեջ չի ապրելը, հարցը միայն միֆով չապրելն է, որտեղ ինքը միֆոլոգիա հիմա հույները ապրում են իրենց մենակ այդ հին հունական առասպելներով կամ միֆերով։ Իհարկե ոչ, բայց այստեղ խնդիրը որ ասում եմ մշակույթային, ես դա նկատի ունեմ, որովհետև կրթությունը մշակույթի կարևորագույն մաս է, եւ տեսեք 30 տարվա մեջ մենք ինչ արեցինք։ Ամեն ինչ արեցինք, որ մենք գանք հասնենք այսօրվանը։ Ես ոչ թե պաշտպանում եմ այս իշխանություններին, բաց բնավ, չեմ պաշտպանում, որ շատ վատ եմ վերաբերվում, բայց այդ իրենք տորտի վրի բանն են, այն վիշենկա ոնց ասում են, բալն է տորտի վրա, այդ տորտը 30 տարի ենք սարքել։ Դրա համար մենք պետք է ընդունենք, որ կա բաներ, որ հայը չի կարողանում անել։ Չի կարողանում անել։ Եվ շատ վտանգավոր է այդ միֆերի մեջ ապրել, որ դու կարող ես, մենք ես կանենք ոչ, դու ցանկացած ինֆրաստրուկտուրայում կկայանաս, ֆրանսիական, ամերիկյան, Գրենդելում, Ռուսաստաններում, տաղանդավոր ազգը հասնի առաջին շարքեր, հաստատ կերևա, կհասնի ամեն ինչի, իսկ ինչի չկարողանում ստեղ անել։ Համակարգը չկա։ Եվ համակարգը չկա, եւ կա շատ բացասական մեր տեսակի բնորոշ բաներ, որոնք մեզ խանգարում են զարգանալու եւ խանգարում են լավ պետություն սարքելու։ Այսինքն ես բազմիցս ասել եմ, այն հայը, որ գտնվի եւ կարողանա վեկտոր փոխել, այսինքն ինչ վեկտորի մասին է խոսքը։ Տեսեք, հրեաներն էլ տաղանդավոր խելացի ազգ է։ Մեզնից ավելի խելացի ու տաղանդավոր չեն, բայց իրենք միշտ ավելին են հասնում, որովհետև իրենց այդ վեկտորը մրցակցության դուրս է ուղղված։ Այսինքն ռուսերեն պետք է ասեմ, այրին չեմ կարող թարգմանեմ այս բանին, իրենց մոտ մեժվիդավայա բարբա։ Դրսի հետ են մրցակցության մեջ, վեկտորը ներս է։ Հայ համար շատ կարևոր է հարևանին հաղթի, շատ կարևոր է Էդգար Բաղդասյանին չթողեն ինչ-որ մի բան ասի, որ հանգարց ավելի լավ թուրք տանի կան ինքը, կամ ու տես լիքը բաներով, այն ով կարող է սավ այդ վեկտորը փոխի,
մենք կհասնենք շատ մեծ արդյունքների։ Բայց այսինքն դուք չեք տեսնում, տեսեք ոնց են մեքենա վարելուց կարող եք այդ տեսնել։ Հարգանք չկա, ատելությամբ լցված, բանկային համակարգից ճնշված վարկերի տակ եւ բուկմեկերների ձեռը սատկացրած մի sense զանգված, որին դուք ասում եք պիտի սիրես քո պետությունը, բայց սա սիրելու բան է, որ սիրես։ Երկիրը սիրում ես, հա, բայց պետությունը ինչի համար սիրես։ Դուք 30 տարի կրթվելու մասին եք խոսում, այն որ կրթության հարցում մենք տապալվեցինք։ Օրինակ տեսակ վերջերս Ռաբիս ոճի, հա, երկիշներից մեկի համերգին տեսանք ինչ բազմություն էր։ Դա էլ է դրա մասին։ Իհարկե։ Իհարկե։ Դա ինչի մասին է խոսում։ Ես մշակույթի նախարարության մի հատ չինովնիկի ասացի, որտեղ չգիտեի, ես սկսած միջև Հասմիկ Պողոսյանն էլ, միջև հետո Արմեն Ամիրյանը, ես ընդհանրապես աշխատեմ քիչ գնալ այդտեղ, անկեղծ լուրջ մտածում եմ, ես որ ես մարդիկ եկել են իման ուզում եմ փող, անկեղծ եմ ձեզ ասում։ Ես այդ աստիճանի իդեալիստ եմ եղել։ Ես լուրջ մտածում, լավ իմ ձեռը լծակ չեն տալի, ոչ թե ինձ չեն սիրում, իրանք չեն ուզում որ այդ դրամական այդ բաներ, հոսքերը հանգարց տնօրինի մեկը, որովհետև տեսնում ես մեր երկիրը, իշխանության ով որ գալիս է, վարկյանական է տևում, բարեկամները, ընկերները, ես իմ բոլոր իրանց շրջապատը կյանքի որակը միանգամից բարձրանում է։ Այսինքն, եթե սա կոռուպցիա չի, դուք կարող եք ապացուցել, ոչ կոռուպցիա չկա, ինձ ապացուցելու խնդիր չկա։ Ես տեսնում եմ մի մարդ, որ 300 դրամ պարտքով ավեկանում, այսօր օրինակի համար կարա, ասենք, Մայամիում պլաժում պարկածա, վերջ, ինձ էլ ոչինչ պետք չի ասել, ինձ ապացուցելու խնդիր չունեմ, ես քննչական օրգան չեմ դրան։ Ես տեսնում եմ այդ ամեն ինչը։ Ես տեսնում տենդերները ովքեր են հաղթում, ամեն ինչը սա թափանցիկ է, ամեն ինչ թափանցիկ է։ Տենց ստացվեց, որ իմ եղբայրը, տենց ստացվեց, որ իմ ընկերս, տաղանդավոր էր, բայց մինչև իրենց իշխանությունը գալ է տաղանդի մասին գաղափար չունեին։ Ու տենց բոլորը, մինչև 91 թվական։ Այսինքն իշխանությունը ինչ են ուզում, ինչ են դες ճղում իրար դրա համար, որ գան իրենց կյանքը դզեն։ Այ ինչի մասին է խոսքը։ Ես էլ լուրջ միամիտ գալիս եմ բացադրում եմ SSS, մինիստրներից մեկին ասես, «Օ, լավ դե» մատաղ սերունդի մասն է խոսքը։ Կորած են սրանք լավ, մինիստրը ինձ ասում։ Կորած են, տենց էլ ասեց, ենքար բռոյս։ Ասի այսինքն, ասի գամ նստեմ տեղը տանեմ։ Իրան պետք չի։ Հիմա երկրում չի։ Պետք չի։ Մտքին էլ չի եղել, ինք եկել այդտեղ ոնց, եկել ասել եմ ստեղ, իմ տաղանդով, իմ շնորհքով, այս պաշտոնին, այս դիրքին, բապտի կյանքս որակը միանգամից լավանա։ Ինչի հաշվին։ Ոնց այդ մարդկանց բացատրեմ, այդ սկսած ցանկացած մշակութային օղակից, որ ես ձեր աշխատավարձը ես եմ տալի, ոչ թե դուք ինձ։ Ես եմ ձեզ աշխատավարձ տալի։ Նա տեսեք ինչ տոնով են խոսում, ոչ հարգանք կա, ոչ բան, ցանկացած երկիր գնաք, նոր Հնդկաստանում էի, Ավստրալիայում էի։ Գիտեք ինչ ձև են ռեժիսորին վերաբերվում, ոնց որ երկնքից իջած մարդն ես։ Հրսանց նայ։ Պետական բյուջետից ինչ-որ բան բերի տան, ցանկ չեն հասկանում, որ իմ փողն են ինձ տալի։ Ես եմ իրենց աշխատավարձը տալի, ոչ թե իրանք ինձ։ Առաջինը ինչ ես կանեմ, որ հանգարց այդ օղակում երբևիցե չեմ գա ժամանակս ծախսեմ։ Կասեմ, եթե որևէ ստեղծագործող մարդ մտավ ստեղ 30 րոպեից ավել սպասեց կամ ինչ-որ տոնով վատ խոսացիք, դիմումներ այդ վեկալում եք ու գնում եք կանգնում եք Ռուսիայի կողքը այն բաներով, այն մարդկանց հետ որ գնան խալի մաքրեն եւ այլն։ Միանգամից։ Հայտնի դեպքեր կան, երբ այդ հայտնի մարդկանց չեն ճանաչել նույնիսկ։ Չեքիջյանի մակարդակի մարդկանց չեն ճանաչել։ Ինչի՞ մասն խոսում։ Մի հատ ախմախ ինձ ասում է այդ Յաշով Բրեժնևի մոմենտով, ով է հիմա ասում է, մի տարի դուրս գանք, ասում է հարցնենք ով է ճանաչում, ով է Ֆիդելը, Չաուշեսկուն, Չե Գևարան կամ այս կամ այն կամ Բրեժնևը։ Ձեր ֆիլմի հերոսների մասին։ Հա, ասում եմ, դա այդքան էլ էական չի ճանաչեն, թե չէ, բայց ասում եմ, արի ավելի վատ բան անեմ, ասեմ քեզ։ Արի դուրս գանք ու հարցնենք ու հայ դասական դինով է ճանաչում։ Էս ինչի մասն եք խոսում դուք։ Այդ այնա ինչ որ ես ասում եմ, 30 տարի իմիտացիա կրթության։ Հայ ընտանիքը եւ հայ դասատուն հանգարց բոլորին չեմ կարա, որտեղ փայլուն դասատուներ կան, ես բնավ չեմ ուզում բոլորին այսպես դնեմ այդ բանի տակ, բայց նայելով ես այդ չինովնիկին ասեմ 2 ժամ ինձ տվեք, 2 ժամ, բարձր դասարաններում 9-10-11, 2 ժամ, բայց ձեր ներկայությամբ այդ 2 ժամից հետո այս երեխեքը ուզենան լավ երաժշտություն լսեն եւ լավ կինո նայեն։ Ասեմ այդ 2 ժամը չեք գտե 30 տարվա մեջ, 2 ժամը ճարերս լսում զզվելուց չեմ մակաժրի սպիրտով մակրեմ հետո։ Բայց այդտեղ խնդիրը նայեք, եթե օրինակ
Էդի Մերֆի ամերիկյան կատակերգությունները նայում են, չէ՞։ Դա մի 15% է, նու 15 մաքսիմում։ Տոկոսը նայում է այդ գոտկատեղից ցածր հումորը։ Դա իրանց զվարճացնում է, իրանց համար ծիծաղում է, դա հումոր է իրանց համար։ Բայց Հայաստանը դա հասնում է 80-85%-ի։ Դա արդեն ոնց ձևակերպեմ, ազգային մշակութային անվտանգության խնդիր է։ Այսինքն դու թերացել ես, դու պետք է հասկանաս պատճառը հետևանքային ինչումն է խնդիրը։ 15% եւ 80-85։ Այսինքն ես հանդիսատես չունեմ։ Էքսպորտի ռեժիսորներ ենք, մենք դուրս ենք ցույց տալ, Հնդկաստան, Ավստրալիա, Ամերիկա, գնում ցույց ենք տալ, Ռուսաստան։ Այսինքն մենք հանդիսատես չունենք։ Այդ հանդիսատես ուզում է սա։ Հանդիսատես պիտի պատրաստի ընտանիքը եւ դպրոցը։ Երկուսին գումարած 2 եմ ասում։ Երկուսն էլ տապալվել են։ Իհարկե։ Երկուսին գումարած 2, Ֆիլիպիններում էլ է 4, Սիդնեյում էլ է 4, Երևանում էլ է 4, Գլենդելում, Մոսկվայում էլ է 4։ Չես կարող ասես, որ դա 5-ը կամ 6-ը։ Այսինքն մենք չենք կարել դա։ Այդ հանդիսատեսին չենք պատրաստել։ Ես պրոդյուսերին չեմ մեղադրում նման բան են արտադրում։ Պրոդյուսերը ձեռը պահում է պուլսի վրա, ասում է, «Էսա, այսօր ուզում, այդ եմ տալի»։ Այսինքն, էսը մատնաքաշն ես, ուզում ինքը քո համար թխում է։ Բայց այդ հանդիսատեսը պիտի գա մտնի կինոթատրոն։ Ինքը պետք է ասի, «Էս ինչ է կանում, էս ինչի վրա եք ծիծաղում, էս ինչ ուր է, այսօրվա իմ խնդիրները ուր է, այսօրվա, ուր է այսօրվա Հայաստանը, ինչքան կարանք պատմական թմբիրների մեջ մտնենք ու նարկոմանին բուժենք հերոինով, գոնե չփորձենք բան տանք, այնա Ռուսաստանը այդ քաղաքականության մեջ է։ Բոլոր ֆիլմ արտադրությունը իրենց գնում է հայրենական պատերազմ, երկրորդ համաշխարհային, ես իմ չգիտեմ ինչ որ բոլորը, սա այդ դիսկուրսն է իրենց մոտ։ Այսինքն, որ հանկարծ այսօրվա մասին հարցեր չտաս, բա ոնց կարող լինի հասարակություն, որին չի հետաքրքրում այսօր ինչ է կատարվում իր հետ, իր խնդիրները ինչու՞մն է, հոգեբանական, սոցիալական, փիլիսոփական, էսթետիկական տարբեր, բացարձակ։ Ասում բերեք ես, հիմա սկսեն տեսեք ես սպեկուլյացիաները այդ ֆիլմերի վրա կշարունակվի, գնալու են հասնեն մինչև այսինքն որ նույնը Հնդկաստանն էր, Հնդկաստանը ամենաեժան տոմսերից մեկն է աշխարհում, ինքը ապրում է շատ վատ պայմաններում, կեղտի ու բանի մեջ, այդ սովորական այդ հնդիկը, եւ իրան պետք է ժամուկես գա, մտնի այդ նարկոզը ստանա դուրս գա, նարկոտիկը, սիրուն դեմքեր, հարուստ կյանք, համեղ ուտելիք, վառ գույներ, ժամուկես, այսպես նայում նորից դուրս գալի իր կյանքի մեջ։ Մոտորապես գնում ենք տենց։ Պարոն Բաղդասարյան, դուք հաճախ եք խոսում այն մասին, որ մենք մեր հանրությունը բավական քաղաքականացված է, բայց մյուս կողմից էլ նա, որ փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, միանգամից պիտակավորվում է որպես անտարբեր։ Ծայրահեղությունների գիրքն ենք։ Դե ինձ կարեք պիտակավոր եք արդեն, որտեղ ոչ թե սա անտարբերություն է, այո, ես մի կողմ եմ քաշվել, որտեղ անկեղծ եմ ասում, վերջի ես մի տարվա մեջ առաջի հարցազրույցն է, որ ես տալիս եմ, դու բան չունեմ ասելու, անկեղծ եմ ասում։ Բան չունեմ ասելու, այսինքն ունեմ ասելու, բայց որ ասեմ կարող եմ 2-3 քրեական հոդված վրես գա, որովհետև ոնց բացատրեմ, որ սովորելու բաներ ունենք։ Շատ սովորել, իսկ ինչի են քաղաքականությամբ ուզում զբաղվել, որովհետև տեսնում են, եթե տեսնեն, որ նայեք, ֆուտբոլի թիմը ազգային, հանկարծ չնեղանան ֆուտբոլիստները, այնց է խաղում, որ ես էլ կարամ խաղամ, ես էլ կուզենամ ֆուտբոլիստ դառնամ։ Կասեմ, դուս եկեք դաշտից կամ մտնեմ իմ այս տարիքին, ես էլ տենց կխաղամ։ Այդ տենց քաղաքական գործիչ իրանք էլ կարանալ են, դրա համար են այդքան քաղաքականացված։ Որտեղ այդ քաղաքական գործիչներ չեն։ Սա փոքր բիզնես ակումբներ են, դուք կարեք ասեք իդեոլոգիան ինչով է տարբերվում, օրինակ հիմար մի քանի կուսակցություններ լսեք, ես այդ հələ ասում եմ մի 15 տարի առաջ։ Օրինակ բերելով օրինացի երկիրը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ասեմ կարեք իրանց բանը գաղափարախոսական պլատֆորմների տարբերությունը ասեք։ Ասենք բիզնես կլուբեր էին։ Հիմա էլ ո՞րն է։ Այնա Գյումրիում կոմունիստները գերին իշխանության։ Կոմունիստ են, իհարկե չէ։ Այսինքն անգամ կոմունիստն էլ է իմիտացիա, ընդ կոմունիստ չկա։ Հավատացել կոմունիստներ։ Ամեն ինչն է իմիտացիա։ Հավատքը, կուսակցությունը, ամեն ինչն է իմիտացիա։ Չգիտեմ ոնց ասեմ։ Սա պետությունը սենց չենք կարող պահենք։ Չի լինում, սենց ազգը չի կարողանում պետություն ունենալ։ Պատմությունը ասում եմ իրոք է, դու սարի մարդիկ կան, որոնք ուզում են ու կարան հարևաններդ, աշկերը գծած տեղ։ Պարոն Բաղդասարյան, ինչ է նշանակում կինո նկարել Հայաստանում։
Ինչերի հետ եք բախվում։ Դա ես գիտեմ, որ ձեր թույլ տեղին հիմա դիպա։ Թույլ նկատի ունեմ նոր է, որ մի շարք խնդիրների եք բախվել։ Այլանդակ պատմությունից հետո անկեղծ ասած Օսկարի հետ կապված սկանդալի մասին է խոսքը։ Օսկարի հետ կապված այդ չեմ ուզում բնութագրեմ անգամ սարսափել է այդ պատմությունից հետո, որ մի քիչ տաքացա իհարկե, ասես որ Հայաստան կինո չեմ նկարելու։ Իմանա հայկական ֆիլմի տակ չիննելով, բայց հետո հասկացա, որ մի քանի եսին ինչ-որ անհասկանալի կինոյի կողքով անցնող մարդիկ, այսինքն պետք է չկարանան եղանակ ստեղծեն եւ գոնե քանի որ դաս են տալի, այսինքն սերունդ է պատրաստում, որը պետք է գա մտնի հայկական կինոյի կինո պետք է ստեղծի, չէ, դա այդքան էլ ճիշտ չի, բայց գաղջ մթնոլորտ ասել ոչ մի բան չասել, լավ ամեն տեղ է, տենց ինձ հանգստացնում են ասել դու չես պատկերացնում թատրոնում ոնց է, չես պատկերացնում պարողների մոտ ոնց է, այսինքն անառողջ էգոցենտրիկ, ես ինչ գիտեմ, էգոմանիակների հավաքածու է, որոնց պետք է որ որևէ մեկը որևէ հաջողության երբևիցե չանցնի, որտեղ իրենք չեն կարող Հետաքրքիր է, որ ձեր ֆիլմը որակվեց որպես ռուսամետ ֆիլմ, այսպես ասած, բայց Ռուսաստանից էլ որքանով գիտեմ, ասել են, որ սա հակախորհրդային ֆիլմ է։ Ես ուզում եմ մի հատ մի բան ասեմ, իսկ ով է որակավորը, ով ես դառել դու, որ որակավոր ես ռուսամետ կամ ամերիկամետ, ով եք դու։ Դատավոր եք, ինչ եք կամ ինչի պետք է չլինի ռուսամետ ֆիլմի ընդադրենք, թե կամ ամերիկամետ կամ արևմտամետ, ով է ասե, ով է դա նստած որոշում։ Ովքեր են այդ մարդիկ, ես չեմ կարող հասկանալ, դատավոր եք, ինչ եք, այդ մարդկանց խնդիրն է դա։ Ընդհանուր ազգային ժողովի մակարդակով քննարկվեց այդ։ Դե բանը գործ չունեն անելու, այնտեղ մի հատ եսի ով էր այդ քրեական հոդվածի տակ չեմ ունեմ։ Պատական հայտնված է ինչ-որ դեպուտատ, ասում եմ, կասեք, ոնց այն քվեարկությունը եղել ակադեմիայում։ Այ խելքի ձունգա։ Բանը գործ չունես դու անելու այդտեղ։ Իդեպ ակադեմիան դուրս է ԿԳՄՍ-ի տիրույթից, չէ՞։ Իհարկե դուրս է։ Երկը դուրս, բայց ամբողջ հարվածը իրականում ակադեմիայի վրա էր, օգտագործելով ինձ ակադեմիայի վրա էր, բնականաբար ցանկացած հասարակական կազմակերպության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք հայտնվել են այդտեղ պատահական։ Կարող է այդպես բաներ լինել, բայց վեկալել հետաքննություն անել, պարլամենտ մտցնել, այսինքն Նոց ուղղորդված բաները ես նրանք անդրադառնալու եմ, որտեվ անպայման եւ պատժվելու են մարդիկ, պիտի պատժվեն, որովհետեւ ոչ թե դա ինձ հանգստացնում, որովհետեւ այն սերունդը որ գալիս է մտնում են, գոնե պիտի դաշտը մաքուր տանք իրենց։ Չի կարելի sense դաշտ տալ։ Չի կարելի մարդկանց, որոնք ոչ մի բան են կինոյի մեջ, իրենք ոչ մի բան են։ Իրենց կարան հրճակեն կինոյի փորձագետ, ես ինչ գիտեմ պրոդյուսեր, ես ինչ գիտեմ ինչ, միջև չնայես ինչ են արել։ Այդ մարդկանց հիմնական բանը գալիս է տեղից, էլ որ իրենք չեն կարող անեն երազում են, երազի մեջ, ինչ որ դու անում ես իրականության մեջ։ Հիմնականում ձեզ մեղադրում են, որ դուք մոնոպոլիա եք անում դաշտում։ Այսինքն վերցրել եք ձեր ձեռքը, դուք ձեր համար քվեարկել եք, դուք ձեր ֆիլմը անցկացրել եք, դուք ձեր ծանոթներով, ես այդպիսի խոսակցություններ եմ հիշում։ Դա գիտեք ինչ է, այո, տենց տպավորություն ստեղծեցին, բայց դա ասել որ ճշմարտությունից հեռու է, դա ուղղակի բան չասել, դա սարսափելի զարպարտանք, հա։ Ինչու չգնացիք դիսկուրսների այդ մարդկանց հետ։ Չի, ես իրենց կյանքում չեմ թողի իմ հաշվին իրանք հեղինակություն հավաքեն։ Երբեք իրանք այդ գովազդը չեն ստանա ինձնից։ Իրանք այդքան չկան իրենց հետ խոսել, անկեղծ ասեմ։ Լավ, քանի որ հակառակ կողմը այստեղ չի եւ չի կարող ձեզ հակադարձել, այս թեման երևի անցնենք, ես ձեզ ընդհանուր հարցնեմ։ Հայաստանում կինո նկարել ինչ է նշանակում, ինչ խնդիրների եք դուք բախվում առաջնային։ Բազմաթիվ խնդիրներ կա, բազմաթիվ խնդիրներ կա։ Կինոյի մասին օրենքը ինչ որ չափով կոնե մեղմեց այդ խնդիրները։ Դե կինոյի մասին օրենքը դեռ պետք է աշխատի, որ մեղմի կամ չմեղմի։ Կինոյի մասին օրենքն էլ շատ թերություններ ունի։ Իրականում իրարամերժ բաներ կան այնտեղ, շատ անհեթեթ բաներ կան, կարևորագույն ազգային այդ կինոֆոնդը կամ ոնց են փոխել են անում, հիմա լավ չեմ, ֆոնդա դառը, չէ՞, ինչ։ Հիմնադրամ։ Հա, հիմնադրամը ինքը պետք է հասկանա իր գործառույթը ինչն է։ Ես այս քանի տարի է փորձում եմ դրա մասին ասել, բայց արիտես էլի ինչ որ կոմերցիոն բաներ են հայտնվում այդտեղ, ֆինանսավորում են ստանում, բացառապես պետք է զրկված լինեն։
այդ հնարավորությունից նման ֆիլմերը, որոնք ի սկզբանե շատ հեշտ բան են կասային հավաքելու եւ իրենց նպատակը դա է։ Դրամարկղային ֆիլմերը, այսպես ասած։ Դրամարկղային ֆիլմերը չէ, դրամարկղային ցանկացած ֆիլմ դրամարկղ ունի, քիչ թե շատի մասին է խոսքը։ Այսինքն զուտ արած ֆիլմը, որը որևէ արժեք չունի եւ սպեկուլյացիա ազգային թեմաներով, դեռ այսպես որ նայում եմ հայկական կինոյին ոնց որ գերեզմանոցում հերթ կանգնացել են։ Մի 5-10 հոգի Փարաջանովի դիակի մոտականն է հերթ այնտեղ մի հիմա բանի կարծեմ Մոնտեի ես չգիտեմ կինը տեղյակ է իրա թե չէ թույլտվություն տվել է թե չէ հետո ելով կա այնտեղ Կովաղը Կարեն Դեմիրճյան կլինի էլի դե Վազգեն Սարգսյան եղավ Վազգեն Սարգսյան այսինքն հա բանը գերեզմանոցում հերթ է կանգնած Ինչ է դա նշանակում նկատի ունեք մենք գնում ենք անընդհատ դեպի անցյալ եւ ինչ պիտի նշանակի սպեկուլյացիա եւ 100%-անի ռաշյոտ 100%-անի ռաշյոտ այսինքն աններկում մարդը գնալու է հայ մարդը գնալու է ես չեմ ասում վատ է տես ֆիլմ անելը բայց իրականում երբ որ դու տես բայոպիկներ ես ուզում անել կամ բանել որ Գարգին Նժդեի պատմությունը չդառնա այսինքն դու պետք է հասկանաս որ մարդը չի իդեալական չի ոչ Գարգին Նժդեն էր իդեալական մարդ ոչ Վազգենն էր իդեալական որևէ մեկը չկա իդեալական մարդ իդեալիզացնել եւ սարքել իրան պլակատ այդ նշանակում է կրկնակի սպանել այդ մարդուն իսկ եթե Նժդեը լիներ այդ իր հակասությունների մեջ այդ ավելի հարուստ կերպարներ եւ ավելի հետաքրքիր ֆիլմ կներ եւ ավելի շատ դիսկուսիա կառաջացներ այս վեկտորը հպարտացանք դուս եկանք լավիճից այդ հանդիկին եմ հիշում իրականությունով ոնց հպարտանանք ոնց հասկանանք ոնց փորձենք հասկանանք քանի անգամ ես ասել որ եթե մենք չկարողանանք մեզ դիագնոզ դնել հա այսինքն մենք մեզ դիագնոզ դնել մենք չենք կարող բուժվենք մենք չենք բայց մենք բուժման կարիք ունենք բայց մենք ընդունակ չենք մեզ դիագնոզ դնելու լավն ենք չէ մենք չէ լավը չես ոչ վատն ես ոչ լավն ես ոչ իբանով լավը չես ոչ իբանով վատը չես տեսակ ես դու տեսակ ծիածանի որ գույնն է դու ես սիրում ես կարմիրի ես սիրում եմ օրինակ հիմա կապուտը դա թեմա չի ու դու ունես աշխարհին բան տալու եւ դու ունես աշխարհից բան վերցնելու մշակութային տեսանկյունից եւ դա դիֆուզիա է եւ դա շատ լավ է ես շատ եմ սիրում էթնիկ արվեստ ոչ թե ռաբիզ այ էթնիկ արվեստ չմշակված այդ ֆոլք պոպ չսարքած ինձ պետք չի տաշի տամբար 6-8 սարքել որ ես ինչ որ մի բան լսել բայց դա մշակութային քաղաքականություն է ազգային կինոֆոնդը մշակույթի նախարարությունը պարտավոր են իրանք մենք իրենց վարձել ենք դրա համար որ մշակութային քաղաքականություն ստեղծեն այսինքն փորձենք մենք այս շուկան փոխել եւ կրթության հետ համատեղ հանդիսատես պատրաստել հանդիսատես չունենք այսօր մենք շնորհակալ եմ զրույցի համար պարոն Բաղդասարյան դարձել եմ շնորհակալ իսկ ես հիշեցնեմ որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք